Գրանարմ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ցանկանում է Լոռիբերդ համայնքի Կողես բնակավայրում գաբրոսիենիտների արդյունահանում իրականացնել։ Այդ նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ կատարելու եւ դրանց շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումը նոյեմբերի 26-ին էր։ Արդեն առաջին լսումից անցել է մոտավորապես 8 ամիս, դե չեմ սխալվում, մարտին էր առաջին լսումը, բացասական կարծիք, որպես թե գրավոր, թե բանավոր չենք ստացել բնակչության կողմից։ Կողեսում այժմ երկու գործող քարի հանք կա։ Գրանարմ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչ Արտակ Անտոնյանը նշեց, նախատեսում են հետազոտություն իրականացնել 4.1 հեկտար տարածքում։ Նշված տարածքում պաշարները երբևէ չեն գնահատվել։ Ասաց, պաշարները գնահատելու նպատակով 2 տարվա ընթացքում իրականացնելու են 250 խորանարդ մետր փորձնական հանույթ։ Քանդման աշխատանքներ որպես այդպեսին չկան։ Քանդելու համար միայն փորձնական բացահանքն է, որ պիտի քանդվի մեր պարագայում մեր հայցվոր տեղամասում արդեն իսկ խորհրդային միության տարիներից սկսած հատված կա քանդած, որից եւ մենք չենք նախատեսում ավել քանդել, հենց այդ տարածքից վերցնելու ենք, այսինքն քանդման աշխատանքները որպես այդպեսին չեն լինելու։ Ընկերությունը աշխատանքների կենցաղային եւ խմելու ջուր պատրաստվում է վերցնել Վիոլաջուր փակbaşնատիրական ընկերությունից պայմանագրային հիմունքներով։ Վիոլան հստակ մեծ ծավալով ջուր է մատակարարում, արդեն երբ ունենանք հստակ իրենց հասկանանք լավ ինչ պահանջարկի մասին է, մենք ունենք այդ հնարավորությունը Վիոլայից թե ծավալ ավելացնելու, իսկ եթե եղած ծավալով բավարարվենք, արդեն ծավալ ավելացնելու խնդիր չի լինի, բայց ամեն ինչ ավելի հստակ կլինի, երբ հասկանանք ինչ պահանջարկի մասին է խոսքը։ Սա հանրային լսումների երկրորդ փուլն էր։ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՊՕԱԿ-ի փորձագետ Հովիկ Մեզրոպյանը նշեց, փորձաքննություն իրականացնող տարբեր կառույցներ դիտարկումներ են արել հաշվետվության վերաբերյալ, որոնք ներկայացվեց նախաձեռնողին։ Հողերի եւ ընդերքի քաղաքականության վարչությունը ներկայացնում է, որ արդյոք նախատեսված գումարը հերիքի ռեկուլտիվացիայի աշխատանքներին, քանի որ հողերը ընդամենը սա է ասում, դրա համար ասում է, արդյոք բավարար։ Մեծական հաշվարկված է ըստ կառավարության որոշման եւ կարծում եմ եւ ձեր փորձով եւ մնացածի ուսումնասիրության աշխատանքների կատարված քանդած հատվածների համար 2 միլիոն պլյուսովը մեծ գումար է։ Փորձաքննական կենտրոնի փորձագետը մինչ փորձագիտական եզրակացություն տալը ցանկանում է անձամբ տեղազննում իրականացնել։ Տարածքը խախտված է խորհրդային տարիներից ի վեր, հետեւաբար ես ուզում եմ տեղազնման աշխատանք իրականացնել, արդյոք խորհրդային տարիների ընթացքում խախտվել է, թե հիմա ընկերությունը նախքան ուսումնասիրություն անելը ինչ որ շահգործում է իրականացրել առանց թույլտվության։ Դրա նպատակը մենակ դա է, քանի որ նախատեսվող գործունեությունը մինչև թույլտվություն չստանալը որևէ գործունեություն ծավալելու որևէ մեկը իրավունք չունի։ Նախաձեռնողները խոստացան մյուս շաբաթ փորձագետին ուղեկցել հայցվող տեղամաս։ Քաղաքացու ձայնը Լոռու մարզի Կողես բնակավայրից։